Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին քննարկելու ենք Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի այցը Հայաստան եւ այն կարևոր պայմանավորվածությունները, հայտարարությունները, միջոցառումները, որոնք տեղի ունեցան այդ այցի ժամանակ։ Մենք ձեր հետ միասին նաեւ այսօր կամփոփենք եւ կքննարկենք հայ-հնդկական ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական համագործակցությունը եւ հնարավոր նաեւ ոլորտները, որտեղ որ կարելի է նաեւ փնտրել նոր ուղիներ համագործակցության։ Առաջի հերթին ես արձագանքելով նաեւ իմ նախորդ վերլուծությանը, որտեղ որ խոսում էի Ֆրանսիայի ուրեմն հետ ռազմաքաղաքական համագործակցությունը պետք է մի քանի ճշգրտում անեմ ձեր համար, որովհետեւ մի քանի մեկնաբանություն տեսա, երևի ուղղակի ամբողջությամբ տեղեկատվություն չունենալու պարագայում այդպիսի մթնոլորտ կամ ուրեմն տպավորություն մնաց այդ մարդկանց մոտ, բայց ես պետք է ճշտեմ ձեր համար, հարգելի հայրենակիցներ, որ առաջի հերթին այն ինչ իմ կողմից ասվում է, միայն բաց աղբյուրների տեղեկատվություններն է ասվում, այսինքն այդ աղբյուրները հասանելի են համացանցում, հասանելի է բոլորի համար իրականում, նույն Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հայտարարությունները համացանցում է դրված, ելույթը իր, ինչպես նաև դրա վրա ադրբեջանական ԶԼՄ-ներում նաև կար քննարկում եւ ուրիշ ԶԼՄ-ներում եւ վայրին ինչ վերաբերվում է, ապա նույն այդ վայրի մասին, որովհետեւ կոնկրետ ժամանակ էր նշվել, ենթադրություններ արվում էր ադրբեջանական մամուլում։ Ասեմ ձեզ, որ եւ դա արեք դրա մասին պայմանավորվենք, որ մեկ-մեկ կարողա ես այդպիսի ուրեմն քննարկումներ կազմակերպեմ, որտեղ որ նպատակը ինչ որ առումով նաև կարա ներառի այն, որ կոնկրետ վայր ասելով խոսքին այդ դեպքում ենթադրություն անելով, ես ուղղակի կրկնեցի ադրբեջանցիքի ենթադրությունը դրանով որևէ նորություն չբացելով որևէ մեկի համար, հասկանում եք, եւ դա ոչ մի տեղեկատվություն չի պարունակում։ Արեք պայմանավորվենք դրա մասին, հա։ Բացի դրանից պայմանավորվենք նրա մասին, որ երբ ես կարամ գնահատականներ տամ իմ անձնական, դա էլ կարա նպատակներ ունենա, որովհետեւ մենք այսօր այն դարում ենք ապրում, որտեղ որ հեշտ կարելի է այս նույն հայերենով իմ վերլուծությունը, հեշտ, նույնիսկ թարգմանել պետք չի, հենց YouTube-ն է թարգմանում եւ կարող ես կարդալ, հնարավոր է կարդալ նաեւ ադրբեջանցիքի համար։ Եվ ես համոզեցնեմ ձեզ, որ ադրբեջանցիք, ինչպես նաև ուրիշ նաև պետության ներկայացուցիչները հետևում են ոչ միայն պետական մամուլին, այլ նաև տարբեր եւ տարբեր վերլուծական շրջաններին։ Ուստի ես շատ լավ գիտեմ, որ իմ հանրային ասված տեղեկատվությունները կարան հայտնվել որտեղ ուզես։ Եվ ըստ դրա եմ գործում, համոզեցնում եմ ձեզ, եթե որևէ մեկը կասկածում էր։ Նույնը վերաբերվում է այսօրվա մեր վերլուծությանը, որովհետև ես խոսելու եմ հայ-հնդկական համագործակցությունից եւ հարաբերություններից։ Ամփոփելու եմ այս այցը հիմնվելով պաշտոնական տեղեկատվությունների վրա։ Ոնց հասկանում եք, ես չեմ մասնակցել այդտեղ, որ որևէ ոչ պաշտոնական տեղեկատվություն ունենամ հենց այդ գործողություններից։ Այսինքն ես ստանում եմ այն, ինչ բաց աղբյուրներից է եւ հնչեցնում եմ միայն բաց աղբյուրների տեղեկատվությունը։ Նաեւ համոզեցնում եմ ձեզ, եթե ունենամ այնպիսի տեղեկատվություն, որը բաց աղբյուրներից չէ, ապա այդ տեղեկատվությունը հանրային չի լինի։ Շատ պարզ եւ ուղիղ ձեզ ասում եմ։ Այսինքն խնդիր չի ստեղծվի իմ կողմից, դրանում կարող եք լինել 100%-ով համոզված միշտ։ Բացի դրանից, պետք է ասել, որ մեկ խոսքին հիմա քննարկման մեջ այն ինչ ես վերլուծում եմ բաց աղբյուրներից եւ դա օսինտ է կոչվում ինչ որ առումով, այսինքն բաց աղբյուրների հետախուզական վերլուծություն, ինչը մենք ձեր հետ միասին պատրաստում ենք, սա անում են մեր հակառակորդները շատ ավելի շուտ մեծ հավանականությամբ, քան ես եմ սա հասցնում, այսինքն կարող է նույն օրը իրանք պատրաստ ունենան, որովհետեւ մի հարցի վրա կարող է աշխատել տասնյակ մարդ եւ ուսումնասիրել տասնյակ մարդու շնորհիվ հարյուրավոր, հազարավոր աղբյուրներ, այդ թվում փակ աղբյուրներ էլ ունեն հատուկ հետախուզական ծառայությունները եւ հնարավորություն ունեն շատ ավելի լիարժեք տեղեկատվություններ ստանալ։ Այսինքն այնինչ մենք ենք ձեր հետ քննարկում, չի կարող որևէ մեկի համար առանձնահատուկ հետաքրքրվածություն ներկայացնել, նկատի ունեմ օտար պետությունների համար, եթե իհարկե իրանք աշխատում են Հայաստանի թեմայով, եթե չեն աշխատում Հայաստանի թեմայով, կարող է այս թեթև վերլուծությունը իրանց հետաքրքրի, բայց ամեն դեպքում աշխատող, նկատի ունեմ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը,
Վրաստանը, ուրիշ պետությունները, որոնք հարևաններ են, որոնք ռազմավարական նշանակություն ունեն համարում Հայաստանը, մեծ կարևորություն են Հայաստանին տալի, ապա համոզեցնում եմ ձեզ, իրանք այս ամենը շատ ավելի էֆեկտիվ են ուրեմն վերլուծում, որովհետև խառնում են իրար հետ բաց եւ փակ աղբյուրները եւ դրանով ստանում ել ավելի շատ հստակ տեղեկատվություն, որը մենք պակաս ունենք, որովհետև միայն բաց աղբյուրների վրա ենք հիմնվում։ Սրանով պարզաբանումը ես ավարտում եմ, կարծում եմ հասկանալի եւ հուսով եմ, որ նույն բովանդակության մեկնաբանություններ այլևս չի լինի, որ ամեն մի մեկնաբանության տակ ինձ ստիպված չլինեմ պարզաբանեմ այն, ինչ հիմա ասացի։ Անցնենք դեպի մեր այսօրվա թեմա, որը շատ կարևոր է։ Առաջի հերթին հիշեցնեմ ձեզ, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, բաժանորդագրվեք, դրեք զանգակը, գրեք ձեր մեկնաբանությունները, սա կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Եվ այսպես, այսօրվա մեր վերլուծությունը լինելու է շատ հետաքրքիր եւ կարևոր։ Տարբեր ուրեմն հարցեր են քննարկելու եւ դրան նաեւ ավելացնելու եմ իմ ենթադրությունները կամ խորհուրդները այս ուղղությունով հաշվի առնելով ստեղծված արդեն իրավիճակը։ Օրերս Երևանում էր գտնվում Հնդկաստանի պաշտպանության նախարարության մեծ պատվիրակություն, որը ղեկավարվում էր ուրեմն պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Անիլ Չաուխանի կողմից, որը ամենաբարձր մակարդակի իրականում այցը կարելի է համարել Հնդկաստանից դեպի Հայաստան, այսինքն մենք արդեն այդպիսի քայլ ունեցանք հիմա ռազմական առումով եւ հզոր պետություններից մեկը, ամենահզոր պետություններից մեկը աշխարհում, միջուկային գերտերություն, բնակչության առումով առաջի տեղը գտնվող պետություն, որի զինված ուժերի գլխավոր հրամանատարը նկատի ունենալով ուրեմն գլխավոր շտաբի պետը գտնվում էր այցով առաջի անգամ Հայաստանում, պատմական քայլ է իհարկե, եւ այս պատմական քայլը ունի ինչպես քաղաքական, այդպես էլ ռազմական բաղադրիչներ։ Իհարկե մենք տեսանք ինչպես դիմավորեցին ուրեմն պարոն Չաուխանին պաշտպանության նախարարությունում եւ իհարկե դա շատ ճիշտ մոտեցում էր, բարձր մակարդակով դիմավորեցին, իր հետ հանդիպեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչպես նաև գլխավոր շտաբի պետը Հայաստանի, առաջերտի սկսենք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ անցից, ուրեմն հանդիպումից, եւ այդտեղ ընդգծեմ, որ Սուրեն Պապիկյանը խոսել է նրա մասին, որ ուրեմն Հայաստանի եւ Հնդկաստանի միջև հարաբերությունները դարել են Հայաստանի պաշտպանության ոլորտի եւ քաղաքականության կարևոր մաս, բաղադրիչ եւ ուղղություն, ինչը ես կարծում եմ այո շատ ճիշտ գնահատական է եւ պարոն Չաուխանը նաեւ հայտարարել է, որ պետք է փնտրել նոր ուղիներ եւ զարգացնել առկա ուղիները, սա իմ պատկերացումով իհարկե շատ կարևոր մեսիջ է Հայաստանի կողմին եւ խոսենք սրա մասին, որովհետեւ փաստացի Հնդկաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը եղած ոլորտներում եւ գտնել նոր ոլորտներ։ Թե ինչ հարցեր պետք է լինեն, տեսեք, միանգամից բոլոր մեր հարևանները եւ ուրիշ նաեւ պետությունները միանգամից այս սա ֆիքսեցին այս հայտարարությունը եւ սկսեցին փնտրել եւ մենք էլ ձեր հետ նույնն ենք անելու հիմա, թե ինչ ոլորտներում դա կարող է լինել, այսինքն նոր համագործակցությունը։ Եվ մենք ձեր հետ միասին հիմա նույնն ենք անելու եւ փորձելու ենք հասկանալ կամ նույնիսկ խորհուրդ տալ, թե ինչ ոլորտներում հետաքրքիր կլիներ իմ պատկերացումով համագործակցությունը։ Փետրվարի 2-ին տեղի ունեցավ այդ հանդիպումը եւ Սուրեն Պապիկյանը հանդիպեց Չաուխանի հետ եւ ասաց, որ կա ուրեմն արդեն բարձր գնահատական է տրվում երկկողմ համագործակցությունը, ընդգծվել է ուրեմն այն ծրագրերի իրականացման կարևորությունը, որի մասին կա պայմանավորվածություններ, քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր։ Բացի դրանից տեղի ունեցավ շատ կարևոր նաև հանդիպում, իհարկե, եւ դա նախատեսված էր, Չաուխանի պատվիրակությունը հանդիպեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանին
եւ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մասին փաստաթուղթը, որը ընդունված է, ծրագիրը, պլանը, եւ զուգահեռ դրա ընդգծել են կարևորությունը համագործակցության ուսումի ուղղությունով, ռազմական առումով, կադրերի պատրաստվածության եւ փորձի փոխանակման ուղղությունով։ Բացի դրանից, շատ հետաքրքիր է, որ նաև քննարկվել են Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումները եւ սրա մասին գեներալ-մայոր Ասրյանը տեղեկատվություն է փոխանցել հնդկական կողմին եւ նաև ընդգծել, որ Հնդկաստանի հետ համագործակցությունը ունի շատ կարևոր դեր նաև Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների եւ զարգացման մեջ։ Չաուխանը նաև այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, որտեղ որ իրան ցույց են տվել ուսումի ուրեմն ձևաչափը, մոտեցումները եւ նաև բացվել է այդտեղ հատուկ նոր կենտրոն եւ հերրակա ուսումի լաբորատորիա, որը Հնդկաստանի հետ միասին է գործելու, ես ոնց հասկանում եմ, եւ դա շատ հետաքրքիր նոր ուղղություն է, փաստացի այսպես արդեն ֆիքսված ուղղություն, թե ինչ համագործակցություն է լինելու, ապա դա նշանակում է հենց այսպիսի հերրակա ուսում կազմակերպելը եւ Հնդկաստանից ակտիվ նաև գիտական գիտելիքի զարգացման կրթական համագործակցության ուղղությամբ ընդլայնել մեր ռազմաքաղաքական համագործակցությունը։ Նաև պետք է ասել, որ Չաուխանը այդտեղ նաև ունեցել է պաշտպանության համալսարանում ունեցել է ելույթ, դասախոսություն, ուրեմն ազգային պաշտպանության հետազոտման համալսարանում կոնկրետ եւ քննարկել է գլոբալ անվտանգությունը եւ ուրեմն ռազմական ոլորտում տեղի ունեցող հեղափոխությունները, այսինքն փոփոխությունները եւ դա շատ նաև կարևոր հարց է։ Հնդկական այստեղ ուրեմն EANC եւ IDRV կարևոր պարբերականները, եւ տեսեք ես հղում եմ հիմա անում հնդկական մամուլի վրա, որը բաց աղբյուր է։ Եվ օրինակը նրա ինչ մասն որ խոսում ենք, բաց աղբյուրների վրա հղում անելով հնարավոր չէ որևէ ուրեմն այնպիսի տեղեկատվություն ձեզ տան, որը չի կարող ունենալ որևէ մեր հարևան, հակառակորդ եւ այլն։ 4 օր է տեղի ունեցել այս այցը, 4 օրվա այց է եւ ռազմավարական նշանակություն ունի այս այցը, որովհետեւ երկարատև ռազմավարական համագործակցության հիմք է Իրանից պատկերացնում։ Հնդկական այս պարբերականները խոսում են նրա մասին, որ առաջի բաժինը ուրեմն պինականների ուղարկվել է դեպի Հայաստան եւ դա նաեւ կարելի ասել արդեն գործնային փուլ անցնելու մասին է հայ-հնդկական համագործակցության եւ դա արդեն խոսում է ըստ իրենց Հնդկաստանի կողմից զենքի արտահանման կարևոր հնարավորությունների մասին, սա արդեն իրանց ներքին օրակարգն է, այսպես ասեմ։ The Hams India պարբերականը խոսում է նրա մասին, որ Չաուխանը իր ելույթի ժամանակ խոսել է պատերազմի տրամաբանության փոփոխության հետ եւ նոր ուղղությունների կարևորության մասին, այդ թվում կիբեր ուղղության, ռադիոէլեկտրոնային պայքարի, տիեզերական ուրեմն տեխնոլոգիաների եւ նաեւ կոգնիտիվ այսպիսի գործողությունների, այսինքն ճանաչողական գործողությունների կամ կոգնիտիվ ավելի ճիշտ կլինի այսպես հենց թողնել այս բառը երևի, սա նշանակում է նաև ազդել մարդկանց մտածելակերպի վրա եւ լուրջ հարց է իհարկե, հետաքրքիր է, որ այս հարցը ընդգծվել է։ Բացի դրանից պետք է ասել, որ հնդկական The Print նաև պարբերականը խոսել է նրա մասին, որ հայկական կողմը ցանկանում է Հնդկաստանի հետ համագործակցությունը խորացնել ուրեմն հենց այս ոլորտներում, ներառյալ կադրերի պատրաստելու ուղղությամբ, ինչպես նաև հսկողության ուղղությամբ, տիեզերքի ուղղությամբ, կիբեր անվտանգության
եւ ռազմական, ուրեմն տարբեր լոգիստիկայի ուղղությամբ։ Սա հետաքրքիր է, որ այսպես հենց նշվել է եւ ուրեմն Հնդկաստանը նաև ուզում է հասկանալ, թե ինչ տեխնոլոգիաներ կարող է առաջարկել Հայաստանին այս ուղղությունով։ Այսինքն The Print-ը այսպես է գրում։ Հաջորդը New Indian Express-ը գրում է, որ ընդհանուր միասնական զենքի մշակում եւ արտադրություն դա արդեն հայ-հնդկական հարաբերությունների օրակարգում է եւ նաեւ անցել են կողմերը ավելի երկար ժամկետով ռազմական համագործակցության ուղղությամբ ձևավորելով միասնական այդպիսի ուրեմն ձևաչափեր ռազմական համագործակցության, որը նաև կարող է ներառել միասնական նոր զենքի ոչ միայն ֆիզիկական արտադրություն, այլ նաև մշակում, այսինքն մշակում եւ արտադրություն, ինչը շատ հետաքրքիր ոլորտ է եւ սրա մասին New Indian Express-ն է գրում։ Պետք է ասել նաև, որ նույն New Indian Express-ը գրում է, որ հոկտեմբերին ընդհանուր այդ հանդիպմանը աշխատանքային խմբի անվտանգային ոլորտում կողմերը համաձայնեցրել են ընդհանուր գործողություններ, որը ներառում են ուսումը եւ փորձի փոխանակումը, ինչպես նաև տարբեր գործարանների միջև կապը ռազմական ոլորտում։ Եվ հիմա փաստացի դա էլ ավելի խորացել է, հարգելի հայրենակիցներ, եւ դուք շատ լավ հասկանում եք սրա կարևորությունը։ Հաջորդը Չաուխանը խոսել է համալսարանում իր ելույթի ժամանակ Երևանում նրա մասին, որ բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունները, ԱԹՍ-ները, կիբերհամակարգները եւ տիեզերական տեխնոլոգիաները մեծ նշանակություն ունեն։ Եվ The Hans Indian գրում է, որ այս հարցերի նշումը նաև կարա իրականում նշանակի, որ Հայաստանը եւ Հնդկաստանը քննարկում են նաև այս ոլորտներում, այսինքն ԱԹՍ-ների, արհեստական բանականության, կիբերանվտանգության եւ տիեզերքի, իսկ տիեզերական տեխնոլոգիաները նաև առանձնահատուկ հետաքրքիր են, որտեղ Հնդկաստանը ունի այդ տեխնոլոգիաները, իսկ մենք ոնց հասկանում եք, լինելով փոքր պետություն, շատ սահմանափակ հնարավորություն ունենք այդ ուղղությամբ։ Բացի դրանից հնդկական նաև աղբյուրները եւ ընդհանուր առումով նույն հայկական աղբյուրն էլ Armen Press-ը, պաշտոնական պետական ԶԼՄ-ն նշել է, որ տարածաշրջանային եւ անվտանգային հարցեր են քննարկվել։ Այստեղ Defense 24-ը հնդկական պարբերականը նաև նշում է, որ պետք է խոսել նրա մասին, որ այս համատեքստում Հնդկաստանը հետաքրքրված է Պակիստանի եւ թուրքական պետությունների, այսինքն Թուրքիա-Ադրբեջանի տարածաշրջանային մկրտումները զսպելուն եւ այդ նպատակով Հնդկաստանը տեսնում է հենց Հայաստանի հետ համագործակցությունը ինչպես թուրք-պակիստանական այդ դաշինքի չեմ ասի դեմ, բայց զսպելու ուղղությամբ կարևոր քայլեր, ուստի Հնդկաստանի առաջնահերթությունը այդ առումով հասկանալի է եւ դուք էլ շատ լավ հիմա հասկանում եք, որ սա արվում է ոչ թե զուտ այն պատճառով, որ մենք ունենք մոտիկ կապեր, այլ նաև արվում է Հնդկաստանի շահերից դուրս գալով, Հնդկաստանը դա անում է իր շահերից դուրս գալով, մենք անում ենք մեր շահերից դուրս գալով, իսկ ի վերջո Երևանի եւ Նյու Դելհիի շահերը համընկնում են շատ եւ շատ հարցերում։ Հիմա արդեն խոսենք ավելի մանրամասն, թե ինչ զինված տեխնիկայի մասին կարող է խոսք գնալ, եւ սա նաեւ բաց աղբյուրների մասին է խոսքը, հա։ Սրա մասին գրում են Defense 24-ը, Massis Post-ը, OSI Media-ն, Caliber Raz-ը ադրբեջանական, հնդկական տարբեր IRIA News-ը խոսքին, India Defense News-ը, հասկանում եք, բաց ասում եմ, սա ինչ աղբյուրներից է։ Ուրեմն հիշեցնեմ ձեզ առաջի հերթին, որ 2025 թվականի վերջերը եղավ այսպիսի տեղեկատվություն India Defense News-ի պարբերականում, որ Հայաստանը պատրաստվում է գնել Հնդկաստանից Su-30 MKI տարբերակը 8 կամ 12 հատ քանակով, մոտավորապես 2.5-3 միլիարդ դոլարի գնով այս
ինքնաթիռները եւ 2027-29 թվականներին պետք է պատրաստ լիներ, որոնք հնդկական նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի եւ բացի դրանից հնդկական հրթիռներ Astra եւ UTAM պետք է պարունակեին։ Բայց մենք ձեր հետ միասին գիտենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքել էր դրա մասին տեղեկատվություններ, ասել, որ Հայաստանը չի կնքե այդպիսի փաստաթղթեր Հնդկաստանի հետ Su-30 MKI ուղղությունով։ Բայց այս տեղեկատվությունը ընդհանուր առումով ուղղակի հաստատված չէ, մենք չունենք հստակ տեղեկատվություն, այսպիսի պայմանավորվածություններ կա, թե չկա։ Այս թեման ուղղակի քննարկվել էր մամուլում եւ հանրային դաշտում։ Բացի դրանից, բրահմոսների հարցն է շատ հետաքրքիր եւ այս հարցը իրոք պետք է քննարկվի, որովհետեւ նույն ուրեմն Defense 24-ը շատ հնդկական աղբյուրների վրա հիմնվելով այդպիսի հոդված է պատրաստել եւ այս հոդվածում, որը 2025 թվականի դեկտեմբերին է ավարտվել, գրվել, նկատի ունեմ, ես Defense 24-ում հիմա տեղակայված է, նշվում է, որ Հայաստանը եւ Հնդկաստանը պատրաստում են փաստաթուղթ 3.5-4 միլիարդ դոլարի, որոնք ներառում են ընդհանուր զարգացած հակաօդային պաշտպանության համակարգ Akash-NG տարբերակով եւ ուրեմն BrahMos հրթիռների արտադրություն Հայաստանի տարածքում, համատեղ արտադրություն, ինչպես նաեւ եւս մեկ փաթեթ պինակա համակարգների։ Եվ այդտեղ նաեւ նշվում էր, այո, որ BrahMos-ը ոչ ամբողջությամբ չի արտադրվի Հայաստանում, իհարկե, որ կարա ինչ-ինչ բաղադրիչներ BrahMos-ի արտադրվի Հայաստանում։ Այս տեղեկատվությունները չեն հաստատվել, բայց հիշեցնեմ, որ կա օրակարգում համաշխարհային ԶԼՄ-ները այս հարցի մասին խոսում են, այսինքն հակաօդային պաշտպանություն Akash, որի մասին կարծես մենք հաստատված տարբեր տեղեկատվություններ ունենք, ավելի շատ հաստատված է, Akash-ը չի հերքվել, պինական հաստատ է, գիտենք, նույնիսկ առաջ քանակի գալու մասին էլ տեղեկատվություններ կան, բայց Akash-ը հակաօդային պաշտպանությունը կարելի ասել, որ չի հերքվել, BrahMos-ը մնում է շատ կարևոր հարց, որովհետև BrahMos-ի կարևորությունը շատ մեծ է իրականում եւ ռազմավարական նշանակություն ունի։ Բացի դրանից, պետք է նաև նշել Su-30 SM-ները եւ Astra հրթիռների հարցը։ The Print հնդկական պարբերականը գրում էր նրա մասին, որ Երևանը հետաքրքրված է հնդկական Astra հրթիռներով եւ իր Su-30 SM-ների ուրեմն բարեփոխումով, այսպիսի մոդեռնիզացումով, որը պետք է ուրեմն ներառի հնդկական համակարգներ, հիշեցնեմ ձեզ, որ Ռուսաստանից ավելի շատ քանակով Su-30 SM-ները օգտագործվում է Հնդկաստանի կողմից եւ դա նաև ունի իր մեծ կարևորություն, այսինքն Հնդկաստանը մեզ այդտեղ շատ կարող է օգնել, այդ թվում այն փաստը, որ Su-30 SM-ների համար իրանք ունեն հրթիռներ կոնկրետ այս Astra հրթիռները, իսկ մենք հիշում ենք, որ Ռուսաստանից հրթիռներ չստացանք Su-30 SM-ների եւ հիմա էլ կասկածում եմ, որ ստանանք, որովհետեւ Ռուսաստանը խորացել է պատերազմի մեջ եւ Իրանն է պետք իր բոլոր այդ արտադրությունը, ապա այդ դեպքում պետք է ասել, որ իհարկե հետաքրքիր է մեր գործող Su-30 SM-ների ուղղությունով, եթե Հնդկաստանի հետ ունենանք այսպիսի համագործակցություն։ Պետք է ասել, որ Հայաստանի ուրեմն զինված ուժերի ներկայացուցիչ Հովհաննես Վարդանյանը Hindustan Times պարբերականին ասել էր, եւ ես հիմա կասեմ ձեզ երբ էր սա, այս հոդվածը երբ է տեղի ունեցել, երբ է գրվել 2024 թվականին դեռ սեպտեմբերին, որ այսպիսի ուրեմն քննարկումներ Su-30-ների ուրեմն մոդեռնիզացման ուղղությամբ այսպիսի քննարկում տեղի են ունենում, այսինքն արդիականացման այս հարցը օրակարգում է
եղել եւ մնում օրակարգում, բայց որևէ նորություն այդ թեմայի մասին չկա, այսինքն մեր հարևանները կարան ենթադրություն անել, որ կարա քննարկվի նաև Սու-30-ների արդիականացման այս հարցը։ Եվ բացի դրանից պետք է ասել, թե այս պահին ինչ գումարների մասին է խոսք գնում մեր համագործակցության ուղղությամբ։ Ազատությունը նշել էր, որ մոտավորապես $600 միլիոն պայմանավորվածություններ արդեն կան եւ մի քանի տարի առաջ 2023-ին արդեն 600 միլիոնի փաստաթղթեր ունեինք եւ պայմանավորվածություններ, բայց ինչ վերաբերվում է ուրեմն կոնկրետ նոր տեղեկատվություններին, ապա Jamestown Foundation-ի կողմից ամերիկյան այդպիսի կազմակերպություն է, որը իրականում իր այս վերլուծությունը հիմնված է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների ակադեմիայի զեկույցի վրա, որը փակ է, եւ այս հարցը հետաքրքիր է, ինչպես են իրանք գտել այդ զեկույցը, բայց ամեն դեպքում այդ ամերիկյան ուրեմն կարևոր Jamestown Foundation-ը վերլուծական կենտրոնը հայտարարել է, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության թվերը արդեն $1.5 միլիարդ են հասել։ Ինչ գիտենք մենք հաստատ այս ուղղությամբ համագործակցության մասին։ Մենք գիտենք հաստատ, որ Հայաստանը պինակա համակարգներ է գրել եւ այս պայմանագիրը կնքվել է 2022 թվականի սեպտեմբերին եւ մոտավորապես $250 միլիոն ուրեմն գումարի պայմանագիր է, որը ներառում է պինակա ռեակտիվ համակարգների ուրեմն հրետանու 4 բատարեայի գնում եւ իր տարբեր բաղադրիչներով, նկատի ունեմ տարբեր հնարավորություններ են պինակայում օգտագործվում, զինամթերքը տարբեր է եւ Հնդկաստանը նաեւ պետք է բատակարարի մեզ այդ զինամթերքը։ Եվ առաջի ոչ կառավարվող այդպիսի հրթիռները, որը պինական ունի, դեռ հասել էին Հայաստան տարբեր այս նույն IDRV հնդկական պարբերականի տեղեկատվությունով 2023 թվականին, իսկ 2026 թվականին արդեն խոսք է գնում եւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ ուրեմն ուղարկվել է դեպի Հայաստան արդեն կառավարվող հրթիռները պինակայի, այսինքն պինակայի ուղղությունով մենք ունենք արդեն շատ լավ էֆեկտիվ քայլեր առաջ։ Նաև մենք ունեինք տեղեկատվություններ հակաօդային պաշտպանություն հանրային է սա նաև Defense 24-ն է սրա մասին գրել, Ակաշ 1S տարբերակը, որը 2022 թվականին Հայաստանը մոտավորապես 15 հատ այսպիսի համակարգ է գնել ընդհանուր առումով $720 միլիոն եւ էքսպորտային առաջի ուղին դարավ Հայաստանը, ով գնեց այս հակաօդային պաշտպանության համակարգները։ Պետք է նշել, որ առաջինը ըստ Defense 24-ի հասել է 2024 թվականի նոյեմբերին, այսինքն այս պահի դրությամբ մենք պինակա համակարգները եւ Ակաշ 1S համակարգները հաստատված են, սրան նաև ավելանում է 4 հնդկական ռադարի մասին փաստաթուղթը, որը կնքվել էր ուրեմն 2020 թվականին SWAT-ի ուրեմն այդ ռադարներն են եւ բավական էժան է իրականում այս SWAT-ի գումարը ընդհանուր առումով կարելի է ասել, որ մոտավորապես $35 միլիոն ենք վճարել SWAT-ի այդ 4 ռադարի համար, որը իրականում հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի կարևոր բաղադրիչ պետք է լինի։ Եվ նաև գիտեք ATAGS կամ ATAGS եւ համակարգի մասին է խոսքը գնում, սա ուրեմն շատ կարևոր 155 մմ-անոց համակարգներ են,
ինքնագնաց հաուբիցներ հնդկական եւ ունեն իրականում շատ լավ էֆեկտիվություն եւ ցեզարների նման են ֆրանսիական ինչ որ առումով եւ կարևոր քայլ են առաջ, որովհետեւ կարելի է ասել, որ այս համակարգները եւ եւս մեկ համակարգի մասին է խոսքը գնում MARG տարբերակ համակարգը, որը ավելի լեռնային հրետանի կարելի է համարել, շատ կարևոր նաև բաղադրիչ են այս ուղղությամբ, մենք լեռներում ենք ապրում, ուստի մեզ այսպիսի հրետանու համակարգը նաև պետք է, եւ կա տեղեկատվություններ, նույն Defense 24-ը տարածում էր տեղեկատվություններ, որ Հայաստանը գնել է Հնդկաստանից հակատանկային համակարգներ, ուրեմն եւ զուգահեռ դրա գրել է նաև ուրեմն հակաանձնական կազմի դեմ այսպիսի հատուկ միջոցներ եւ ԱԹՍ-ների դեմ կոնկրետ գործելու միջոցներ բացի դրանից նաև իհարկե շատ մեծ քանակի մասին է խոսքը գնում, այստեղ նշված է, որ զինամթերքի մասին է խոսքը գնում Հնդկաստանի հետ համագործակցության։ Այսքանով ուրեմն տեխնիկայի բաղադրիչը ավարտում եմ եւ ուղղակի այստեղ իմ գնահատականը տամ, որ իհարկե ես կարծում եմ, որ ուրեմն այս ակաշ 1S-ի էֆեկտիվությունը հաստատելուց հետո կարծում եմ եւ հուսով եմ դա արվել է, կարծում եմ, որ դա արվել է եւ մենք ոնց հասկանում եմ, արդեն իհարկե շարժվելու ենք դեպի հաջորդ հնարավորությունը, որը ներառում է ակաշ NG համակարգը, էլ ավելի զարգացած տարբերակը հակաօդային պաշտպանության։ Պինակայի ուղղությունով հասկանալի է, փոփոխություն չի լինելու, պինակայի ուղղությունով մենք խորացնելու ենք համագործակցությունը, ինչպես նաև ԱԹԱՍԿ այդ ուրեմն հրետանու ուղղությունով, դա էլ պարզ է, հակադրոնային, ռադարային համակարգները, որը պետք են նաև հակաօդային պաշտպանության համակարգում, դա էլ է պարզ։ Իմ համար այստեղ ամենահետաքրքիրը իհարկե հարցը վերաբերվում է կոնկրետ Բրամոսին, եւ եթե մենք կարողանանք իրոք ստանալ Բրամոսի հնարավորություն, դա շատ է մեզ իմ պատկերացումով հետաքրքրելու, Բրամոսը պետք է բալանսավորի Ադրբեջանի LoRa համակարգները առհասարակ եւ դա շատ բացահայտ պետք է նշել, որ Բրամոսի գնումը կարա ունենալ լուրջ ազդեցություն մեր հնարավորությունների վրա։ Ընդհանուր առումով հաշվի առնելով Բրամոսի եւ ակաշ NG համակարգները խոսք էր գնում 3.5-4 միլիարդի մասին եւ հարգելի այրենակիցներ հասկանում եք հսկայական գումարների մասին է խոսքը, բայց նաեւ հսկայական հնարավորություններ է տալիս հայկական կողմին Բրամոսը, եթե արտադրություն Հայաստանում լինի, գուցե մասնակի, բայց ամեն դեպքում դա նաեւ շատ հետաքրքիր կլիներ, որովհետեւ պատրաստ Բրամոս ուղարկել դեպի Հայաստան եւ ոչ պատրաստ ուղարկելը շատ երկու տարբեր բաներ են եւ կարծում եմ ավելի լավ տարբերակ է իհարկե որ Հայաստանում էլ կարողանան արտադրել գոնե մասնակի այդ Բրամոսը։ Այստեղ ամենակարևոր հարցը վերաբերվում է Su-30-ներին, MKI եւ Su-30 SM-ների ուրեմն այս ուրեմն շատ կարևոր զարգացմանը, որի մասին խոսք է գնում, արդիականացմանը եւ ես այստեղ պետք է ուղիղ նշեմ հարգելի այրենակիցներ, որ այս հարցը իմ պատկերացումով ամենախնդրահարույցն է եւ երևի այդ պատճառով է հենց որ հայկական կողմը չի հաստատում սա, որովհետեւ մենք ձեր հետ միասին ակտիվ հետևում էինք Հնդկաստան-Պակիստան պատերազմին եւ կարելի է ասել, որ այդտեղ արդեն մասնագետները պետք է մանրամասն ուսումնասիրեն, թե ինչպես ցուցադրեց իրեն ԱԹՍ-ների դեմ հատկապես եւ օդուժի դեմ, որովհետեւ տեսեք, ԱԹՍ-ները, որոնք Պակիստանում գործում էին, դա թուրքական ԱԹՍ-ներ են, այսինքն որը Ադրբեջանը նաեւ օգտագործում է, իսկ ինչ վերաբերվում է օդուժի մասին, ապա դա F-16-ներն էին, որը նաեւ օգտագործում է Թուրքիան, Ադրբեջանը, եւ դա նաեւ համատեղ պակիստանա-չինական ինքնաթիռներն էին, որը օգտագործում է նաեւ Ադրբեջանը։ Այսինքն մենք ինչ որ առումով Հնդկաստան-Պակիստան պատերազմի մեջ տեսնում ենք Հայաստան-Ադրբեջան հավանական, հնարավոր մարտական գործողությունների ժամանակ հավանական կիրառման
որևէ ուժերը եւ այդտեղից կարանք չէ, պետք է հետևանքներ անենք։ Ուստի ես հուսով եմ, որ մանրամասն ուսումնասիրվել է հենց այս ռադարի մասին համագործակցությունը, որի մասին խոսք է գնում, SWAT-ի ռադարը, ATACMS այդ համակարգները եւ պինակայի գործունեությունը նաեւ, Astra նաեւ հրթիռները ինձ հետաքրքիր է իհարկե ինչպես է իրան ցուցադրել այդպիսի իրավիճակում կոնկրետ Հնդկաստանում, դա արդեն շատ ավելի փակ տեղեկատվություններ են, բայց ինչն է կարևոր հարգելի այրնակիցներ, Բրաբոս չի կիրառվել ինչքանով գիտենք այդ ռազմական գործողությունների ժամանակ եւ դա մեզ չի տալի հնարավորություն Բրամոսի էֆեկտիվության մասին խոսել, բայց Su-30-ներ են կիրառվել եւ Su-30-ները իրանց թույլ են ցույց տվել, ինչքանով մենք դա գիտենք հանրային աղբյուրներից։ Ոչ հանրայինը այն է, որ հենց Հնդկաստանի այս գլխավոր շտաբի պետը, որը Հայաստանում էր, ունի բոլոր տեղեկատվությունները ոչ հանրային, այսինքն ինչ է տեղի ունեցել, երբ, ինչպես, ինչու եւ այլն։ Սա ինչ է նշանակում, որ չգիտենք մոդեռնիզացիայի ուղղությունով, այսինքն արդիականացման Su-30-ների ինչ քայլեր են արվել, այստեղ պետք է Հայաստանը ռազմավարական որոշում կայացնի։ Մենք Su-30-ները պահպանում ենք եւ հիմնվում ենք Su-30-ների վրա, թե փորձում ենք Su-30-ները փոխել եւ փոխել ինչով։ Դա կարևոր հարց է։ Սա արդեն ես այստեղ չեմ խորանա, որովհետև այստեղ պետք է հենց Պաշտպանության նախարարությունը այս որոշումը կայացնի։ Եթե մեզ Su-30-ները հետաքրքիր են, ապա կամ էլ արդիականացումը եւ դրան Su-30 MKI տարբերակը ավելացնելը, այդ թվում Astra հրթիռները ավելացնելը հետաքրքիր տարբերակ է։ Բայց արդյոք սա այն է, ինչ մեզ պետք է, եւ մենք կարողանանք սրա փոխարեն նույն եվրոպացիքի հետ գտնել համագործակցություն տարբեր հնարավորությունների ուղղությունով, այդ թվում ֆրանսիական կամ նույն Եվրոֆայտերի ուղղությունով, ես ենթադրում եմ ուղղակի ինչ կլիներ հետաքրքիր։ Իմ կարծիքով իհարկե ամերիկյան կողմի հետ համագործակցությունը կլիներ ամենահետաքրքիր, ես հասկանում եմ, որ ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են Հայաստանի համար այս ուղղությամբ, բայց ես կարծում եմ, որ դա հնարավոր է։ Գուցե ոչ այս փուլում, բայց ամեն դեպքում մենք այդ ուղղությամբ պետք է շարժվենք։ Եվ իհարկե պետք է հասկանանք, որ օդուժի ուղղությունը ամենաթույլ ուղղությունն է Հնդկաստանի, դա ապացուցեց այդ պատերազմը, սա փաստ է։ Ուստի մեզ պետք է հզոր օդուժ եւ գուցե մենք կարողանանք համագործակցել արևմուտքի հետ ավելի շատ օդուժի ուղղությունով, քան Հնդկաստանի։ Սա կլիներ իմ այսպիսի գնահատականը այս հարցի շուրջ։ Բացի դրանից պետք է ասել, որ ուսումնական այդ ուղղությունով համագործակցությունը խորացնելը իմ պատկերացումով նաև ոչ պակաս կարևոր է, որովհետև այդ բոլոր հնարավորությունները բարձր մակարդակով կիրառելու համար նկատի ունեմ ինչպես հոբ համակարգները, այդպես էլ զուգահեռ դրա այդ ռազմական հնարավորությունները, այդ հրթիռները, արտադրությունը համատեղ եւ այլն, կադրային ռեզերվի մասին է խոսքը, կադրեր են մեզ պետք եւ այդ կադրերի ուղղությամբ պետք է լինի համագործակցություն, որը փաստացի կարելի ասել, որ սկսվում է եւ ավելի խորանում է։ Ասեմ ձեզ, որ քաղաքական բաղադրիչով նաեւ Չաուխանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ հարգանքի տուրք է մատուցել մեր հայրենակիցներին զոհված, ցեղասպանված Թուրքիայի կողմից եւ սա նաեւ Օսմանյան կայսրությունում նկատի ունեմ եւ սա նաեւ իհարկե կարևոր այսպիսի բաղադրիչ ունի, որովհետեւ այսպիսի բարձր մակարդակով այցը հաստատ աննկատելի չի կարելի համարել մեր հարևան պետություններում, գուցե նույնիսկ լինեն տարբեր ուրեմն գնահատականներ հարևան պետությունների կողմից եւ արվեն այդպիսի գնահատականները, բայց նույն հետաքրքիր է, որ Հնդկաստանի տարբեր աղբյուրները, խոսքին The Hans Indian, նաև է գրել նրա մասին, որ իրենց
ուրեմն գլխավոր շտաբի պետը այցելել է հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Այսինքն Հայաստանի հետ համագործակցությունը դա Հնդկաստանի ոչ միայն աշխարհաքաղաքական, քաղաքական, տարածաշրջանային, Պակիստանի եւ Թուրք-Պակիստանի դաշինքի ուղղությամբ ուղղված է, նաև արժեքների, նաև մոտեցումների, նաև պատմական կապերի ուղղությունով է եւ մենք Հնդկաստանը եւ Հայաստանը կարելի ասել արդեն անցել են կարճ ռազմավարական համագործակցությունից կարճատև դեպի երկարատև խորը ռազմաքաղաքական հարաբերություններ եւ նույնիսկ ինչ-որ առումով կարանք հասնել դաշնակցային հարաբերություններին, սա շատ կարեւոր է։ Հիշեցնեմ ձեզ, որ տարածաշրջանում ձևավորվում է նաև եւ սրա մասին մենք ձեր հետ խոսել ենք, երկու կոնկրետ դաշինք, դա Հնդկաստան, Արաբական Էմիրություններ, Իսրայել, ուրեմն Կիպրոս եւ Հունաստան դաշինքն է, մյուս կողմից դա Պակիստան, Սաուդյան Արաբիա, Թուրքիա եւ Ադրբեջան ինչ-որ առումով, չնայած վրա, որ Ադրբեջանը Իսրայելի դեմ չէ, բայց Ադրբեջանը նաև Թուրքիայի հետ է եւ Պակիստանի հետ է, այդ դաշինքի մեջ էլ կարելի ասել եւ Կենտրոնական Ասիա։ Այսինքն մենք հայտնվում ենք երկու դաշինքում, այն դաշինքում, որտեղ որ պետք է լինենք, Հնդկաստանի հետ խորացնում ենք հարաբերությունները, Կիպրոս, Հունաստանի հետ խորացնում ենք առանձին, Արաբական Էմիրությունների հետ ունենք շատ լավ հարաբերություններ եւ պետք է խորացնել, մնում է Իսրայելը եւ Իսրայելի հետ փորձում ենք բարելավել հարաբերությունները, ինչը շատ կարեւոր է։ Որովհետեւ նույն Հնդկաստանը շատ իր զենքերը արտադրում է Իսրայելի հետ։ Այսինքն մենք երբ Հնդկաստանի հետ համագործակցություն ունենք ռազմական, կարելի է ասել, որ նաեւ այսպիսի համագործակցություն ունենք փաստացի Միացյալ Արաբական Էմիրությունների հետ, որովհետեւ օրերս իրանք կնքել են նոր փաստաթուղթ ռազմական եւ ես դրա մասին մանրամասն վերլուծություն էի պատրաստել, կարծեմ աննկատ էր ընդհանուր առումով հայկական վերլուծական դաշտում այս հարցը, նկատի ունեմ առնվազն YouTube-ում այստեղ եւ այլն, եւ դա նաեւ շատ կարեւոր էր, որովհետեւ մենք փաստաթուղթներ ունենալով Հնդկաստանի հետ եւ Արաբական Էմիրությունները հիմա Հնդկաստանի հետ երրակողմ այդպիսի տրամաբանություն է ձևավորվում, բայց դրան նաև ավելանում է հարգելի այրենակիցներ այն, որ Հնդկաստանը եւ Իսրայելը համատեղ զենք են արտադրում։ Եվ մենք գնելով զենք Հնդկաստանից, մենք նաև ինչ-որ առումով գնում ենք իսրայելական տեխնոլոգիաներ։ Այսինքն մենք ունենք հնարավորություն խորացնել հարաբերությունները Իսրայելի հետ, ինչը անպայման պետք է արվի իմ պատկերացումով եւ կարեւորագույն նաև ուղղություն եւ նպատակ է։ Հարգելի այրենակիցներ, կարծում եմ շատ հետաքրքիր ստացվեց այսօրվա մեր վերլուծությունը եւ քննարկումը եւ շատ օգտակար։ Հուսով եմ, որ ձեր դուրը նաեւ եկավ, եթե այո, խնդրում եմ, որ լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները եւ կհանդիպենք հաջորդ վերլուծության ժամանակ, ստեսություն։